Կամերան թեքում է, որ ձայնս գրի։ Նախ է սամանադրական ես, բոզի տղու քունեմ ընտանիքդ, քունեմ կերածդ կաթը։ Մեկ էլ ես հանձնաժողովի ես, բոզի ծնունդը քունեմ ընտանիքդ, կերած կաթդ քուն է։ Տեսնում եք ինչ փոքր քաղաք Երևան ու ինչքան բոզի տղա կա։ Բայց դուք լրագրողներ թիրախավոր եք դրանց։ Մեկ էլ հանկարծ տեսեք ինչ հիմա դղյակներ են դրան կառուցելու, քթներից եկա քունեմ սոտ, տուն ու տեղը, քունեմ կերած կաթերը, ընտանիքները քուն են դրանց։ Եթե հանկարծ իշխանությունը փոխվի, բոլորը առնվազն բանտում պետք է հայտնվեն։ Եվ ընդհանրապես այսքան տարիների ընթացքում ինչքան հանցագործություններ են կատարել, ճակերտների մեջ դատական համակարգից, մուսորները քուն են կերածած կաթները, քնչականները, այն քնչական բոզի տղեն քուն են ընտանիքը, շինց ու մեղադրանքներով ինձ։ Ինչքան հանցագործություններ է կատարել, Սերժիկի օրոք, մուսորները Սերժիկի հետ հանդերձ, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, սատանու տականք Սերժիկը փոխանցեց անօրեն զավթած իշխանությունը սատանան եկորին, իրեն այդ ձևով վերարտադրեց, դժոխքի ապրանք Սերժիկը։ Տեսնում եք ինչքան բոզի ծնունդներ ղախպեկ կան Երևանում, ու մենակ Նիկոլը չի։ Լավ, հիմա ասենք մյուս ղախպեկին, սրանց աշեք։ Սրանք էլ են ղախպա։ Ես արդեն չափից շատ եմ իմանել ասել մանդատների բան։ Հիմա պետք է գեղցի, ուժեղ գեղցի ղախպա Սամոյին էլի քարոզեմ, գրողի ծոցը գնա։ Իր ընտրությունն է, բայց թե մի բան ուզում եմ նկատել։ Ինձ թվում է, որ այս ղախպեկը, սրանց աշեք, հենց այս ղախպեկը ճնշում են կատարում, առանց այդ ղախպա Տաշիր Սամոյի վրա, որ մանդատները վերցնի, բա ոնց կլինի ղախպեկը, մանդատավորվել, չէ՞, վայելել։ Ես եմ ճակերտների մեջ, բա ոնց կլինի, պատգամավոր են ուզում, արտասայմոններ գնան, ղախպեկը։ Հա, իմ կարծիքով հենց այս ղախպեկը Նարեկի գլխավորությամբ ճնշում են գործադրում, առանց այդ գեղցի ղախպա Տաշիր Սամոյի վրա, որ մանդատները վերցնեն։ Հետո հայտարար է, որ հրաժարվում է, չէ, ղախպեկ։ Ինչա ձեզ թվում է մենակ այդ Նիկոլի ղախպեկն է։ Ինչ փոքր քաղաք Երևան, ինչքան ղախպի բալեկ կան արա։ Բա պետականությունը արյունյասը, էլ ում համար լինի։ Իսկ նման մարդկանց մատերի վրա կարելի է հաշվել։ Միայն լոտի համար Աստվածը չխնայեց Սոդոմ եւ Գամորան։ Լոտին հանեց, վերացրեց։ Ինչ պետականություն արա։ Չէ, բայց եթե հարցը միայն դրանում է, որ ճնշում են գործադրում, ենթադրենք Տաշիր Սամոն չի ուզում մանդատ։ Ասա այ ղախպեկ, ձեր հաշիվները փակած է։ Չնայած ես չգիտեմ ոնց է ինչքան է սրանց բարձրացրել Տաշիր Սամոն, բայց դե ասա դու ես իրանց բարձրացրել, ոչ թե հակառակը։ Բայց եթե տենց չի, կամ էլ տենց է, ինչ որ է, եթե մանդատ վերցնես Տաշիր Սամոն, կերածը կաթը, այն ալենչիկը քաքի բենիտ մեջ, Տաշիր Սամոն։ Այս դեպքում արդեն այդ ալենչիկը քաքն էլ է արժեքավոր։ Նիկոլը խորխի ռեխիտ մեջ Տաշիր Սամոն, գրողի ծոցը գնալ։